Նայեք, եթե Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը ներկա չլինեն, ապա ընդհանրապես այդ քննարկումը ոչ մի իմաստ չի ունենա։ Նախ չեմ հասկանում ինչն է խնդիրը, ինչի մեջ է, որ չեն ուզում մեծ զալ տրամադրել, որովհետև եթե իրանք փոքր զալ են տրամադրում, դա նշանակում է նաև հետո պետք է ասեն ուզում ենք փակ քննարկում։ Դավաճանության հարցի մեջ, եթե խոսքը վերաբերում է զեկույցին 44 օրյա պատերազմի, մենք չենք տեսնում ոչ մի խնդիր հրապարակման։ Պետական գաղտնիքչի քարտեզները հետախուզության, որտեղ որ ականապատման գիծն է դրված մեր պաշտպանության, պետական գաղտնիք չեն համարում ու տալիս են թշնամուն, դա նորմալ է իրենց համար, իսկ ասել թե մեր տղաները ուր են, ինչի են մեր տղաների անհայտ կորածներից ընդհանրապես ոչ մի տեղեկություն չկա եւ ինչի համար են իրանք ուզում գաղտնի պահել, ծածկա դմփոցի նոր ձև է, եթե ինչ մնում է որ ասում են որ կարող է օպոզիցիային էլ վնասի, մենք օպոզիցիա չենք, մենք կռվածներն ենք եւ զոհվածների ծնողները, եթե իմ հարազատ եղբայրը անգամ դավաճան է հայրենիքի, նա պետք է պատասխան տա հանրային դատով։ Մենք խնդիր չունենք, ոչ մեկ է, որ պոզիցիա է, ոչ օպոզիցիա է, չունենք մենք օպոզիցիա, պոզիցիա, մենք ունենք երկիր, հայրենիք կորցնելու խնդիր։ Ու եթե իրենք այսօր որոշել են, որ դա պետք է Ալեն Սիմոնյանի ինչ-ինչ պատճառներից ելնելու, նախ ցանկացած երկրում գերագույն գլխավոր հրամանատարն է պատասխանատու, շտաբի պետը պարտավոր է ամեն 2 ժամը մեկ իսկ հատուկ իրավիճակներում ամեն 15 րոպեն մեկ զեկուցելու գերագույն գլխավորին, երկրորդ էլ 2 հատ հարց կա, որ շատ կարևոր է եւ արդի։ Գերագույն գլխավոր հրամանատարի զեկուցը պատասխանատվության ենթարկվել է թե ոչ, գերագույն գլխավոր հրամանատարը, կամավորական ջոկատի հրամանատարը, էրատո ջոկատի հրամանատարը ինչ գործ ունի գեներալական շտաբում հրահանգներ տալու, դա իր իրավունքների ոչ մի ռազմական իրավիճակում, ոչ մի կամավորական ջոկատի հրամանատար այդ իրավունքը չունի։ Ռազմական կրթություն չունենալով, ռազմական մարտական ուղի չունենալով, ով է նա, որ լինի գեներալների գաղտնի շտաբում հրահանգող եւ գերագույն գլխավոր հրամանատարը, որ իրավունքով չի կանչվել պատասխանատվության։ Ալեն Սիմոնյանը, Քոչարյանը, Անդրանիկը, չգիտեմ, ընդեղ ով Օնոն, Օնիկը, Գասպարյան Օնիկը, որ ասում է, ես որ բացահայտեմ, բացահայտ պարտավոր են այս ժողովրդին, ընդհանրապես մեր ամբողջ ազգին, պատասխան տալու, բացահայտ ասելու, իսկ ընդեղ թե ոնց կվարվի ժողովուրդը դավաճանների հետ, դա արդեն թողնենք ժողովրդի հայացողությանը։ Մեր խնդիրն է այսօր բացահայտելու ովքեր են դավաճանները, ինչ հիմունքներով է այդ դավաճանությունը ջրի երես դուրս եկել եւ փաստարկները հրապարակելը։ Գաղտնիություն չի լինելու, չի ստացվելու։ Չեն կարողանալու Ալեն Սիմոնյանը ինչքան էլ լավ մանիպուլյատոր լինի, սրա նրա վրա գործ տա ամեն շաբաթը մեկ-մեկին քաշտադատարան, չի կարողանալու դավաճանի իր բաժին պիտակից մաքրագրվել, որովհետև եթե ինքը հիմա գաղտնիություն է պահանջում, ինքը համագործակցում է դավաճանների հետ մինիմում, որպես մինիմում։ Մենք պահանջելու ենք հանրայնացում, մենք հետևողական ենք լինելու, մենք խնդիր չունենք, մեր կուսակցությունը, մենք պատերազմի մասնակից կամավորականներն ենք, մեր կուսակցությունը մեր այս հողն է, հող հայրենին է, մեր սրբությունը մեր ազգն է, մեր պաշտամունքը Աստված։ Մենք քրիստոնյա ազգ ենք ու թույլ չենք տալու, որպեսզի Ալիևի երեկվա ասածը իր այդ ազգային բանում ինստիտուտում, որտեղ որ ասել է Հայաստան պետություն գոյություն չունի, վաղուց պետականությունը կորցված է եւ 300,000 թուրք, ադրբեջանցի պետք է գան Երևանում բնակվելու։ Մենք դա թույլ չենք տալու, քանի դեռ վերջին ֆիդայինը ողջ է։ Մենք ամեն միջոցի գնալու ենք, բայց թույլ չենք տալու, որպեսզի մեր երկիրը թուրքանա։ Նիկոլ, լսում ես, դու չես կարալու թուրքերին ծախես Հայաստանը, չի լինելու, այս անգամ չի ստացվելու։ Եթե չես ուզում բարով խերով գնաս, դու պատասխանատվությամբ ես գնալու ես Նիկոլ, այս անգամ գնալու ես։ Ալենին էլ խորհուրդ կտամ, հերիքա սրա նրա հոգու մեջ թքես, այ ուղտ։ Բացահայտ, սպասում ենք բոլորիդ հարց ու պատասխանին։ Վաղը բացահայտ, բոլորի աչքի դեմը։ Ու հերիքա փոքր զալ, մեծ զալ, որ ոտի վրա էլ կանգնենք, բոլորս գալու ենք այդ պատասխանի հետևից։ Հերիք եղավ արդեն, ինչքան կարելի է։